բոլորի տրամաբանությունը հետևյալն է։ Բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի։ Այդ հաշվարկները կստացվի, չի ստացվի, ես չեմ բազմիցս ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ խորանամ բոլոր այն կետերի, որոնց մասին խոսել են նախաձեռնողները, բայց ոչ, 36 չի։ Եթե լսեք նախաձեռնողների առաջարկը, որը բավական հետաքրքրական լուծում է, մինչև այսօր այդ տարբերակով երբեք գործընթացներ չի արվել, ապա թղթերը մուտք են արվելու ոչ թե 36-ի մինիմալ շեմը հաղթահարելուց հետո, այլ շարունակելով հավաքել ստորագրությունները այն ժամանակ, երբ որ դա ունենա որոշակի շոշափելի քաղաք։ Ըստ էության Երեք Սեյրանոհանյանը ուղղակիորեն կամ ոչ անուղղակիորեն հայտարարեց, որ Նարեկ Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը ուղղորդվում են հանրապետական կուսակցության, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից։ Սեյրանոհանյանը նման բան չի հայտարարել։ Չի ասել, բայց երկու կետ։ 1. Ում ուզում է լինի հանրապետականը, երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել, ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պատվալներից, տարբեր գրասենյակներից, վարձու գործիչների, չնայած գործիչների չէ, գործիքների աշխատանքը հանրապետականի դեմ։ Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով եւ մեր ասելիքին տեր ենք։ Որտեղից էին այդ գործիքները։ Ես կարծում եմ բազմիցս դրա մասին խոսել եմ։ Մի զգալի հատվածը 7 տարի շարունակ Անկերկոսյան, երբ որ հարց եք տալիս, դուք պատասխանեմ։ Ավարտել եք։ Դուք եք որոշում հարցի չափը։ Ես այդ հարցը Համբերեի կտեսնեիք, որ ասում էի ինչ որ դուք ուզում էիք ինձանից լսել։ Այդ արշավը 7 տարի շարունակ հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի դեմ այդ կեղտոտ սուտ արշավը վարող մարդկանց զգալի հատվածը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։ Պարոն Ամիջանյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանի։ Ես խիստ կզարմանամ, եթե որևէ մեկը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ասում է բաներ, որոնք իր համար պիտի որ ընդունելի չլինեն, ու ինքը այդ ընթացքում իրենց չի սաստում։ Սա է իմ կարծիքը։ Ալեն Սիմոնյանը ձեր տեղում կանգնած հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, եւ եթե այս ուրբաթ ընտրություն կլինի, ՔՊ-ն կհաղթի։ Դուք ինչ վիճակագրություն ունեք 50+1-ով կհաղթի։ Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի սուս մնային։ 1. Երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է։ Թող շարունակի դրանով հպարտանալ։ Բոլորին պատասխանելու եմ, չգիտեմ ինչ եք վիճում։ Պարոն Մամջան, վերադառնալով նախորդ հարցին, երբ որ դուք ասում եք ուղղորդում է, հնարավոր է Հայաստան դաշինքն ասում է սա այս քայլ իմպիչմենտի թիրախավորում է իրենց դեմ։ Հնարավոր է հենց հանրապետականը միացել է եւ ապացուցում է, որ իսկապես սա Հայաստան դաշինքի դեմ գործողություն է իրականում։ Ես ուզում եմ հասկանալ, թե նախ ես չեմ մեկնաբանելու, արդեն ասել եմ, որ Հայաստան դաշինքի հայտարարությունը, բայց ձեր, նորից եմ ասում, ոնց որ ուշադրություն դարձնեն, ձեր հանցի մեջ նշած տրամաբանությամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը կան մարդիկ, որոնք տեսնում են դեմ այս կամ այն ուժին։ Ես այդպես չեմ տեսնում ու վստահ եմ, որ իրանք ձեր հարցի ձևակերպման հետ չեն համաձայնվի։ Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է։ Եթե կան ինչ-որ մարդիկ,
որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող։ Չնայած չեք առաջարկում, պարոն Մամիջանյան, եթե Ժամներում է տեղ խոսում։ Չէ, չեք առաջարկում եւ ըստ էության թողնում եք դա նույնպես այլ ուժերի ուսերին։ Եթե դուք վստահ եք իշխանապողության ծրագիր ունեք, այդ ամեն ինչը կա, դուք տեխնացու էլ կառաջադրեք, ամեն ինչ էլ կանեք եւ կհասնեք Եվս մեկ անգամ, որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկարտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք տեխնացուի շուրջ քննարկումներին զերո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել եւ նախաձեռնել այդ գործընթացը։ Հայտարարության մեջ դա շատ պարզ ասված է։ Պարոն Մամիջանյան, երևի 20 թվականից այս կողմ չեք կարողանում միասնական տեխնացու ընտրել։ Լավ, ինչու՞ն է խնդիրը։ Ըստ էության էլի տեխնացուի խնդիր ունեք։ Ինչու՞։ Ես ասի մենք տեխնացուի խնդիր ունենք։ Չեք առաջարկել։ Ինձ թվում է մենք նույն բանի մասին չենք խոսում։ Ես ոչ համաձայնություն բառ եմ օգտագործել։ Ոչ ասել եմ, որ միասնական տեխնացուի խնդիր։ Կա շատ պարզ տրամաբանություն։ Ազգային ժողովի падգամավորներին հարցրել են. նախաձեռնում եք գործընթաց, թե չէ։ Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա տեխնացուի հարցը միասին քննարկել եւ մենք նույն վարքյանին կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այսինքն որևէ նախապայման նման դեպքում չկա։ Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած տեխնացուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, մենք դրան կմիանանք։ Պարոն Մամիջանյան, հիմա ճիշտ եմ հասկանում, որ օրինակ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները սկսելու են շփվել քպականների հետ, համոզել նրանց, որ ստորագրեն, որ միանան։ Այսինքն Երբ որ անհրաժեշտություն լինի, այդ թվում նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, մեր քաղաքացիները հարյուրներով, 100,000-ներով կշփվեն շակերտների մեջ եւ կհամոզեն ԿՊ-ական падգամավորներին միանալ այս նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես սովոր եմ բանակցել ուժի դիրքից։ Պարոն Մամիջանյան, ես մի բան նաև ծրագրի հետ կապված ձեր արդեն հանրապետական։ Այո։ Երբ գործի մեջ արդեն ընթացքի մեջ կտեսնենք այս ծրագրի ուղղությամբ Այդ ծրագրի ուղղությամբ քայլերը երբեք չեն դադարել հանրապետականի համար։ Պարզապես այդ քայլերի մի մասը տեսանելի է, իսկ մի մասը նախապատրաստական անտեսանելի։ Մամիջանը նաև Գյումրիի հետ կապված Այո։ կարող եք ասել։ Գյումրիում տեղի ունենում հերթական ապօրինությունը, հերթական խայտարակությունը, պարզապես փորձում են Մարտուն Գրիգորյանի ներկայացրած մեր քաղաքը դաշինքից ուղղակիորեն գողանալ մեկ մանդատ, բայց սրա վերաբերյալ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը առանձին ճեպազրույց կտա, շնորհակալ եմ։ Մեզ միակ ուժ տվողը, առաջին հերթին մեզ ուժ տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին։